Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 17566 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 360 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 528 ոչ սթափ վարորդ, 486 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 111 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 896 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 335, ֆիզիկական ներգործության 70, մարմնական վնասվածք պատճառելու 68, թմրանյութի հայտնաբերման եւ խարդախության 65, հոգեկան ներգործության 46, անձնական ունեցվածքի գողության 25, ինչպես նաեւ մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 19 հանցագործություն եւս բացահայտվել է, հայտնաբերվել է 65 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու 10 դեպք, 7 օրում գրանցված 110 ավտովթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, վնասվածք ստացել 161-ը։ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 750 դեպք, 272-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 170, հրդեհի ծագման սպառնալիքի 51, ճանապարհատրանսպորտային պատահարի 63, կենցաղային կանչի 188 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 53 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու։ Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հունիսի 30-ի առավոտյան 112 ծառայությունը հազանգած Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մի բնակիչ հայտնել էր, որ գողացել են տան մոտ կայանված Chevrolet Mach-ի իր մեքենան։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Հրազդանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք տվին համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի գործընկերների եւ Արարատի մարզի պարեկների հետ համագործակցության շնորհիվ։ Պարզվեց, որ մեքենան գողացել է Սոլակ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը։ Հուլիսի 1-ին երիտասարդն ու գողացված մեքենան հայտնաբերվեցին Մասիս քաղաքում եւ տեղափոխվեցին Հրազդանի բաժին։ Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր։ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 29-ին տեղեկություն էր ստացվել, որ Ախուրյանի փողոցներից մեկում անհայտ անձը Hyundai Mach-ի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ։ Տեղեկությունն իրացնելիս ոստիկանության ծառայողները նկատել են անձի, ով փաթեթներ է տեղադրել կիսական շինության մոտակայքում եւ լուսանկարահանել դրանք։ Թմրանյութ իրացնելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածով վերջինս ձերբակալվել եւ ներկայացվել է Ախուրյանի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը ժամը 22:30-ին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 գրամ կաշով, 2 փաթեթ, մարիխուանայի նմանվող զանգվածով։ 27-ամյա երիտասարդին պատկանող ավտոմեքենայի խոզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 32 փաթեթ, 81 գրամ քաշով, ինչպես նաև դեղնավուն հեղուկով լցված 1 կաթուցիչ։ Նախաքննությունը շարունակվում է։ Նույն օրը Մասիսի համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչն իր մոտ կանեփի բույսից պատրաստած զանգված է պահում։ Այցելության ժամանակ 24-ամյա երիտասարդը ներկայացրել է կանեփի բույսից պատրաստած, մանրացրած եւ չորացրած 3 գրամ քաշով 1 փաթեթ։ Երիտասարդը ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Կապանի համայնքային ոստիկանները հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Տանձավեր գյուղի բնակիչը կանեփի թփեր է աճեցնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է բաժին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ անասնագոմի հարակից տարածքում իր անձնական օգտագործման համար կանեփի մոտ 12 թուփ է աճեցրել։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են կանեփի թփերը, կատարվում է նախաքննություն։ Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել։ Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղնիկի Սար կոչվող տարածքի հանդամասերից մեկում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն արդեն 20 օր առանց լիցենզիայի եւ թույլտվության արդյունահանում է բազալտի հանքաքար եւ այն տեղափոխում իր վարձակալած վերամշակման արտադրամաս, որտեղ էլ պատրաստի քարը վաճառվում է։ Հուլիսի 8-ին ապօրինի արդյունահանում կատարելիս տվյալ հանդամասում ձերբակալվել եւ Ջերմուկի բաժին են տեղափոխվել թրթուրավոր էքսկավատորի մեքենավարն ու Բեռնատարի վարորդը։ Հանքաքար բարձած Բեռնատարն ու էքսկավատորը դեպքի վայրում վերցվել են հսկողության տակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Պետությանը հասցված վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են։ Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կիլոգրամ մարիխուանա եւ 1 կիլոգրամից ավելի մեթամֆետամին։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների եւ Երևանի պարեկների հետ։ Հուլիսի 8-ին ժամը 16:50-ին Մայրաքաղաքի Աշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկում մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին եւ իր վարած Ford Մակնիշի մեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության ներեբուն ու բաժին տեղափոխեցին Նոր-Նորքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու։ Զննությամբ մեքենայում հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որում կար 10 կիլոգրամ մարիխուանա եւ 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին։ Տղամարդն ընդունեց, որ թմրամիջոցները ձեռք են բերվել իրացման նպատակով։ Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները, իրավապահները նույն օրը ձերբակալեցին նաեւ Նոր-Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որի ուղղորդմամբ էլ 31-ամյա տղամարդը վերցրել էր թմրամիջոցները։ Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։